Հոր և Որդու և Որդուն Սրբով, ամեն։ Սիրելի ուղղավոր զավակներն հայրապետական օգնությամբ ողջունում ենք ձեզ մայրաքով Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերում հայոց կյանքի փոխանցվել են վերոնաշտող հավատքը հայրենանվիրն ու ազգային ոգին։ Ձեր ուղղագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակար նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի հորովիկում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջևում։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության իրագործված ընկալումների խմբով։ Ներքին բռնկվածության, որ ամենի է ուղղում անուժողության ու ատելության սերմանով, առաջ բերելով նոր բաժանումներ։ Մեր սրտերը ծանրացած են, տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շիտ ներառանքներով ազատազրկում նվիրյալ հայրենիները, եկեղեցականները, Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Ղարասանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Գարեգին Քահանա Արսենյանը, ազգային մեծարում բարերը Յարսամվել Կարապետյանը և այլ քաղաքացիական անձերը։ Մեր սերը, մեր աղոթները նրանց հետ են։ Թողտերը քաջառողջություն և բարեշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բռնկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։ Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքին, հանդեպ մեր Սուրբ Եկեղեցի դրսևորած ձեր հավատարմության և այս խորովահույս օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտների գործողություններին մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր, հավատալու մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել ներունավատ իր առաքելությունը, հետագայում լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին, անուղղնալ, չտկարանալ, չկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ, առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության, միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդել հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում, համերաշխության ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության զորացման և հայրենիքի շինության մեր անկանոն տեսիլքները։ Աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աչքով
պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին, աննկուն ոգով դիմագրավել բոլոր ապագաներները, թողները ապահովություն ու բարություն պարգևի ազգի սայոց ի Հայաստան և իսկյուրս աշխարհի, այսօր և միշտ և անիքներս, ամեն, ձեր ուղ իկարար, սիրելի ուղկավորներ, Քրիստոս Աստված մեր, Պարտյա, Պահպանյա և Օրհնյա, Զարսկս Հայոց, Եկեղեցիս Հայաստանի հայց, այլև Սուրբ Էջմիածին, Մուֆտի Եկյալ Զավակ Մոսկո, Ընթովանյան Սուրբ և Պատվական Հաչիկ Քո, Երևելի Պարտյա, Պահպանյա, Երևելի և աներևույթ շտամյաց, արժանավորյա գողության առավորեր, հսկեցնտոր և ընցրտոր ոյն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն, օրդյան և երույթ շնորհացուտոր ոյն, երկայ և խաղաղություն, և Տեր Հիսուս և Իսին ձեզ, և ընդհանրեսյան, ամեն։